Ու ինչ եմ ուզում ասել, շատ շնորհակալություն Համահայկական գրողների միության անդամ, ուրեմն իրականում կոչվելու կապակցությամբ, եւ ես մինչ իմ կյանքի վերջը պարտավոր եմ այդ կազմակերպությանը, այդ միության գաղափարները տարածեմ, որովհետև այդ կազմակերպությունը, Համահայկական գրողների միությունը, պարոն Աբգար Ափինյանի գլխավորությամբ շատ հայրենասեր, շատ հայասեր, շատ հայապաշտ, հայրենապաշտ կազմակերպություն է։ Եվ երբ ես բռնագաղթից հետո մտա Երևան, մտա Հայաստան, մարդիկ վախենում էին Արցախ անունը ասել։ Վախենում էին Արցախ անունը կոչելուց։ Առաջին անգամ ես Արցախ բառը լսեցի պարոն Աբգար Ափինյանից։ Ես շատ հպարտացա, որ կան այդպիսի հայրենասեր մարդիկ։ Ես ինձ շատ էի հայրենասեր համարում, շատ, բայց այդ կազմակերպության մեջ մտնելով տեսա, որ իզնից հայրենասերներ էլ կան։ Մեկը իրանք ինձ են ասում հայրենասեր, բայց ես գտնում եմ, որ իրանք իզնից ավելի շատ են։ Ես իմ կյանք ամեն րոպեում կտամ, իմ կյանքի մասին ես չեմ մտածում, հայրենիք է համար։ Շատ շնորհակալություն, միշտ մինչև իմ կյանքի վերջ նվիրված կլինեմ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, իսկ Արցախը մենք վերադառնալու ենք։ Գրքերի մասին խոսեմ, հետո վերջաբանում կընդհանրացնեմ։ Ուրեմն Գանձասարի շուքի ներքո վանք։ Այս գիրքը, որ գրել եմ, ինչի համար եմ գրել, պատճառը որն է եղել։ Ուրեմն առաջին Արցախյան շարժումից հետո, հաղթանակից հետո, ադրբեջանական մի գրող Ախունդով գիրք էր գրել, եւ այդ գրքում գրել էր, որ հզոր Գանձասարի մասին է, պատկերացնում եք, որ Գանձասարը ալբանական եկեղեցի է, եւ նրա շրջապատում ապրող մարդիկ ալբաններ են։ Ես շատ բարկացա, շատ ջղայնացա։ Ոնց կարող է, ես հայ եմ, իմ դարավոր պապերը, բոլորը հայ են, այդ ոնց դարձանք մենք ալբաններ։ Եվ այդ գիրքը գրեցի այդ պատճառով։ Սա փաստագրական գիրք է, փաստագրական, լրիվ փաստերով ապացուցված, որ Գանձասարը հայկական եկեղեցի է, իսկ Գանձասարի շրջապատում հազարավոր գյուղեր կան, էլի Արցախի մասին է խոսքը, մենակ մեր գյուղի մասին չի։ Այստեղ ես մի անգամ մի ալբան չեմ տեսել։ Այդ ոնց եղավ, որ մենք ալբաններ դարձանք, ապացուցել եմ սա փաստերով։ Այս գիրքը շնորհանդես է արվել Ղարաբաղում, բաժանել եմ, սրանից 100 հատ տպագրված է եղել, բաժանել եմ սաղ ձրի, ինչքան գիրք եմ ունեցել, ես մի գիրք չեմ վաճառել, սաղ բաժանել եմ, բայց արդեն բռնագաղթից հետո մենք չենք կարողացել, ժողովրդի էլ մտածել, որ մենք նորից չենք վերադառնալու, մենք մեր փաստաթղթերն էլ չենք վերցրել, սաղ մնացել է այնտեղ, գրքերն էլ, այսինքն մի քանի հատ գրքերը բաժանել եմ։ Ես եկել եմ Երևանում, որ եղբորս աղջկանել էին նվիրել, նրանից վերցրել վիրավորվեց, բայց նվիրել ես, հետո վերցնում ես, ասի ոչինչ։ Ինչ եմ ուզում ասեմ, այս գիրքը Արցախի ապագայի համար փաստերով, ես չեմ ասում 2 տարուց հետո, 3 տարուց հետո, համենայն դեպս, Արցախի ապագայի համար շատ փաստագրական գիրք է։ Ես ինչ որ կենսագրություններ չեմ գրել, փաստերով ապացուցել եմ այդ ամենը։ Իսկ մի քանի օր առաջ ես լսեցի, որ Գանձասարում թուրք շունը մեր հայրենական պատերազմի հուշարձանը քանդուքար է արել։ Մեր Արցախյան պատերազմի հաշմանդամների զոհվածների հուշահամալիրը քանդուքար է արել։ Այսինքն իր կեղծիքներով ինչ է ուզում ասի թուրք շունը։ Իր կեղծիքներով նա ոչինչ չի կարա ապացուցի։ Ոչինչ, միևնույն է, Արցախցին է ապրելու իր Արցախի հայրենիքում։ Ինչքան էլ այդ կեղծիքները գնան, կեղծիքները միջև չեն կարա
Արդարությունը ջրի երես է դուրս գալու։ Ես շատ ջղայնացա, սա քանդուքար էին արել, 72 թվականին էին այդ արձանները կառուցել։ Մեր գյուղից 313 զինվոր է մասնակցել հայրենական մեծ պատերազմին, որից 153-ը զոհվել են հայրենական պատերազմում։ Մենակ այդ մեր գյուղից է, տես մնացածը տես ինչքան կլինի։ Բայց չեմ ուզում շատ մտնեմ քաղաքականության մեջ։ Ռուսաստան ինչ ես մտածում։